Ազատություն TV-ն է եթերում, թողարկման այս հատվածում հյուրընկալել ենք վրացագետ Ջոնի Մելիքյանին, Մարդ ձեզ պարոն Մելիքյան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը եւ մի շարք նախարարներ այս պահին էլ գտնվում են հարևան Վրաստանում նոր ներդրումների փնտրտուքով, նրանք 3 հանդիպել են Վրաստանի վարչապետին, այնուհետև նաեւ նախագահին։ Այդ հանդիպումներից հետո այդ ճեպազրույցների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր եւ կոչեր արել, վրացի գործարարներին Հայաստանը դիտարկել որպես ներդրումների երկիր, ինչպես նաեւ վրացիներին նաեւ հորդորել էր այցելել Հայաստան, նշելով, որ զբոսաշրջության երկիր նաեւ դիտարկել Հայաստանը։ Ըստ ձեզ, ինչու պետք է կան արդյոք Հայաստանում այնպիսի պայմաններ, որ վրացի գործարարները պետք է իրենց, չգիտեմ, բիզնեսը տեղափոխեն կամ նոր ներդրումներ անեն Հայաստանում։ Դե ասեմ, որ միշտ հարևան երկրներում ներդրում անելը կարևոր բան է, ինքը հնարավորություն է տալի կապերը ամրապնդել, տնտեսական նոր հարաբերություններ ստեղծել, ավելի մտերմացնել երկրները, բայց այս պարագայում, եթե Վրաստանի մասին խոսենք, կասեմ, որ իմ կարծիքով Վրաստանը ավելի շատ կարիք ունի հենց ինքը ներդրում բերի դեպի իրեն եւ ներդրումների հոսքը ավելացնի դեպի Վրաստան, ինչը չնայած լավ է, որ մեր կողմից հնչեցվում է եւ տրվում են որոշ խոստումներ, որ ներդրումները աջակցություն կստանան կառավարության կողմից, կարևոր է, երևի թե որոշ ոլորտներում հնարավորություն կա, դե նամանավանդ եթե մենք այս туриզմի ոլորտին վերադառնանք, քիչ են թվով վրաց զբոսաշրջիկները Հայաստանում, հիմնականում այն քաղաքացիները Վրաստանի, ովքեր Հայաստան տարվա ընթացքում այցելում են, ազգությամբ հայերն են մեծամասնությամբ, կա ինչ-որ թեթև դինամիկա, մի քանի մինչև 20,000-ին հասնող վրացիների, ովքեր գալիս են եւ Դիլիջան են այցելում, հյուսիսային մեջ մարզերը ավելի շատ մոտ իրենց տարածք։ Որտեղ սահմանը անցան, այդտեղ եկեղեցիներ են, այդտեղ բնությունը, հետո արդեն ոնց որ վերադառնում են հետ։ Այդ խնդիրը կա եւ ինձ համար շատ կարեւոր էր այն, որ վարչապետը հնչեցրեց ոչ միայն հայտարարություն արեց հայ-վրացական հարաբերությունների մասին, այլ ավելի ոնց որ ավելի լայնացման դեպի տանող ինչ-որ մի պրոյեկտների, որտեղ արդեն մեր երկու երկիրը կարող են հանդես գալ միասնական ինչ-որ ծրագրերով տարածաշրջանային այլ գործընկերների նկատմամբ։ Եթե туриզմի ոլորտն է շատ կարևոր է նշել հենց պարսկական գործոնը, քանի որ անցած տարին շատ կարևոր էր մեր երկու պետությունների համար Իրանի հետ հարաբերություններում, քանի որ Վրաստանը վերականգնեց առանց վիզային ռեժիմը, մենք ընդունեցինք այդ փաստաթուղթը ուժի մեջ մտավ եւ արդեն մենք ունեցանք առանց վիզային ռեժիմ Պարսկաստանի հետ եւ այսօրադրությամբ Պարսկաստանի քաղաքացիները արդեն առանց ոչ որևէ խոչընդոտի կարող են այցելել մեր երկու երկրներ եւ շատ կարեւոր է այս պարագայում այդ համատեղ աշխատանքը տուրիստական փաթեթների համատեղ ներկայացումը պարսկական կողմին, որ կարողանան միասին կիսեն այդ туриզմից գալացող եկամուտները, ինչը շատ կարեւոր է եւ իմ կարծիքով այստեղ նաեւ կարելի է սպասել, որ ինչ որ առաջ տաց կարող է լինել։ Քանի որ սկզբում խոսեցի բիզնեսի մասին, որպես շարունակություն, այս մի քանի տարիների վերջին մի քանի տարիների ընթացքում հակառակ միտումը կարծես թե կա, որ Հայաստանից գործարարներն են գնում այնտեղ, այսինքն կարելի ասել, որ Վրաստանում այդ բիզնես միջավայրը հարկային այդ պայմաններն ավելի գրավիչ են եւ հետեւաբար այս այցից հետո թեև չի կարելի այդպես մեծապես ներդրումներ ակնկալել։ Տեսեք, իրոք մի շրջան կար, երբ որ բավականին լիբերալ էր շուկան վրացական, իշխանափոխությունից հետո հեղափոխությունը երբ որ եղավ եւ Սաակաշվիլին նոր մոդել էր կիրառում եւ շատ լիբերալ էր, շատերը Հայաստանից փորձեցին, մարդ կար որ տեղափոխեց բիզնեսը այնտեղ, մարդ կար հենց ներդրումներ էր անում, բայց եղան որ չփակեցին բայց մարդկան ովքեր վերադարձան հետ, քանի որ սպասելիքները իրենց չիրականացան, շատ կարևոր է հասկանալ այս պարագայում, որ մենք այդքան հավասար պայմաններում չենք։
եթե հիմնականում ներդրումները Հայաստանից այնտեղ туриզմի ոլորտին են վերաբերում ու աջարային է շատ մասը գնում, գիտեք, հյուրանոցներ են կառուցվում եւ հոսքը դեպի աջարիա բավականին մեծ է Հայաստանի հենց քաղաքացիներին եւ իմիջիայլոց sense նույն այդ ներդրումները սպասարկում են Հայաստանի քաղաքացիներին որոշակի չափով եւ շատ կարեւոր է հասկանալ, որ եթե մեր շուկան սահմանափակ է դեռևս եվրասիական երկրների համար է հետաքրքիր որոշ այլ երկրների հիմնականում Սփյուռքն է մեր մոտ գալի Վրաստանի զբոսաշրջության այդ ոլորտը ավելի լայն է իրենք արդեն լուրջ թվեր են ցույց տալի այնտեղ 5-ից 6 միլիոն այցելու որոնց որոշ մասը մինչև 2 միլիոն 2.5 միլիոն հասնողը տուրիստ որպես եւ եկամուտները մի քանի միլիարդին են հասնում արդեն ինչը կարևոր է եւ այդ թվերից ելնելով կարելի է հասկանալ որ շարժը այնտեղ ավելի շատ է եւ ավելի օգտաբեր է հենց ներդրում անելու բայց սպეციფიկ ոլորտներում եթե ասենք IT ոլորտ լինի իմ կարծիքով այստեղ արդեն Հայաստանն էլ նաեւ ունի առաջարկներ եւ ինչու ոչ համատեղ ինչ որ մի product ստեղծելու եւ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կա։ Պետք է հասկանալ որ ոլորտներն են, որ փաթեթներն են, ինչ կա եւ իմ կարծիքով հանդիպումներից հետո երբ որ չնայած հարցերի լրագրողների այդքան չանդրադարձան, հիմնականում բրիֆինգային իրենց մոտեցումները հայտարարեցին երկու վարչապետները, ես ինչքանով հասկացա, կան առաջարկների դեռևս փաթեթներ, որոնք ներկայացվել են վրացական կողմին եւ իմիջիայլոց հանդիպում դուրս գալը լրագրողների մոտ մի քիչ ավել ժամանակ տևեց եւ իրենք քննարկում ավելի շատ տևեց նրանց հետո ստորագրվեցին փաստաթղթեր, ինչը ցույց է տալի, որ այսօրադրությամբ հայկական կողմը իրենք այլ արել է, առաջարկները տրված են եւ Վրաստանի վարչապետը արձագանքել էր, որ հետաքրքիր առաջարկներ կան, իրենք կքննարկեն եւ իմ կարծիքով որոշ առաջարկներ իմ կարծիքով կարող են ռեալիզացվեն մոտակա տարիներին։ Բայց տեսեք Խոսեցինք հա զբոսաշրջության մասին, ինչու պետք է ըստ ձեզ Հայաստանը ավելի նախընտրել լինի վրացիների համար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդեն խոսվում է, որ մարտ ամսվա վերջից նրանց համար արդեն ազատ վիզային ռեժիմ կգործի Եվրամիության երկրներ։ Մարդիկ կան նախընտրում են Եվրոպա գնան, մարդկա Եվրոպայում եղել է, այլ ինչ-որ մի բան է ուզում եւ իմ կարծիքով նույն ասենք էքստրեմալ ձևերին է վերաբերում հիմա վրացիք փորձում են այդ էքստրեմալ տուրիզմը զարգացնել շատ է նշվում որ մեր մոտ նույն այդ հյուրանոցային գները չգիտեմ այլ ծառայություններ բավական թանկ է եւ կարելի է համեմատվել հենց նույն եվրոպական երկրների հետ բյուջետային ինչ որ հյուրանոցներից բացման եւ այդ դեպքում ներեցեք Վրաստանից անգամ այդ եվրոպական երկրներ թռիչքն են հա էժան է պարզ է դե ինչ որ մի սեգմենտ բնակչության կլինի, ովքեր, չգիտեմ, մի անգամ կգան, կտեսնեն, կգնան, բայց պետք է իրենց շահագրգռել, որ գան եւ վերադառնան։ Եվ այդ դրա համար երևի թե ինչ որ առաջարկներ պիտի լինեն, էլի։ Ասեմ, այդ նույն այդ Ծաղկաձորի ինչպեսի երբևէ եղել են վրացիները, ինչից են հիմնականում դժգոհ։ Տարբեր դժգոհության հետ կապված չի, նրանք ասում են, որ շատ է խոսում, որ 3000 տարվա մոտ Երևան կա, բայց հին շինություններ իրենք առաջին անգամ էին այստեղ։ Ես մի քանի, չգիտեմ, 5-10 հոգու հետ այնց շփվել եմ այս ժամանակահատվածում, այստեղ Երևանում, ու իրենք իմացել են, գիտեն հարևան երկիր կա, եթե կապը նամանավանդ իրենց բարեկամներ, հարևաններ հայ չկան, շփումը քիչ է իրենք տենց ընդհանուր տեղեկություն ունենալով, որոշում են ասենք լավ, եղել է Ադրբեջան եք այ ճիշտն ասած այդ թեմայով չեմ հայերից շատերն են, հա, ասենք ամեն տարի մի քանի անգամ Դե տեսեք, վերջին նաև հետաքրքիր մի բան եղավ, եթե նախկինում օտար երկրա մեքենաները որոշակի գումար պիտի մուծեին, որ բրոկերական ծառայության համար այդ ամենը հանվեց։ Պարզ է հասկանալի է, որ առաջին հերթին մեր հենց ազգությամբ հայերի համար է այդ ամենը ջավախայության, թիվիզայության, որ ամեն անգամ գնալ գալուց իրենք որոշակի գումարներ էին ծախսում եւ չնայած այս ամենը արդեն ոնց որ կարող է նաեւ հեշտացնի եւ ինչու ոչ շաբաթ կիրակի է կարող են նստեն մեքենան, գան տեսնեն ինչ կա չկա եւ գնան։ Երևի թե այս հետաքրքրությունն է
Այսինքն որոշակի նախադրյալներ արդեն իսկ կան։ Կարելի է ոնց որ զարգացնել այդ էքստրեմալ տուրիզմի մասով, նամանավանդ զմռանը եւ այլն, ոնց որ մերոն գնում են իրենց այդ կուրորտներ, իրեն գալիս են մեր մոտ, ոնց որ միտեղ գնալուց դու ոնց որ հոգնում ես եւ ուզում ես ինչ-որ նոր բան, եթե ինչ-որ մեկը բյուջետային հանգիստ է ուզում, որ օթա նավ չնստի եւ ինչ որ տոմսերի փող չծախսի, այլ ավտո նստի, իրենց ավտոյով ֆռակ գնա գա։ Շատ հետաքրքիր ուղղություն է նաեւ Հայաստանով Պարսկաստան ինչու ոչ։ Կարելի է ինչ որ բաներ ինչքան ես եմ տեղյակ, մեր տրանսպորտ տուրիզմի հարցերով զբաղվող գործակալությունը ոնց որ նախարարության կից իրենք որոշակի փաթեթներ մշակում են հայ-վրացական տուրիզմի համար Իրանին ներկայացնելու եւ երևի թե կարող է ինչ-որ այդպես ընդհանուր բաներ անել։ Հաշվի առնելով նաեւ հենց այդ հանգամանքը, որ Վրաստանը մարտին կարող է նաեւ ազատ մուտք ունենալ Եվրամիություն, շատ է խոսում, որ հիմա այստեղ Հայաստանում ապրող հայերի շատերը, ովքեր որ ունեն բարեկամներ Թբիլիսիում կամ Ջավախքում, փորձում են Վրաստանի քաղաքացի։ Կան նման այսպես շարժ նկատել եք խոսակցություններ կան։ Ու ժամանակին sense ասեմ, իրենք էին աշխատում Հայաստանում բարեկամ գտնեին կամ ով ազգությամբ այլ ձևով էր ազգանունը գրանցված, հա, փորձում էին քաղաքացիություն ստանան, որ Ռուսաստան կարողանային գնային աշխատեին։ Ինչ էի ասի, որ այդքան պրինցիպիալ հարց է, չեմ հանդիպել։ Իմ կարծիքով Հայաստանում այն անձինք, ովքեր ունեն հնարավորություն ինքնաթիռի տոմս առնեն եւ գնան ինչ-որ միտեղ հանգստանալու, իրենք վիզայի հետ կապված շատ ճնջինտիվն է, որ խնդիրներ են ունենում եւ մերժում են իրենց, վիզա չեն տրամադրում։ Վրաստանի պարագայում իմ կարծիքով նախկինում ովքեր կարող էին իրենց թույլ տային այդ հաճույքը, գնային Եվրոպա ֆրայինգային, իրենք են շարունակելու, այն հասարակ բանվորը եւ քաղաքացին, ով ցածր աշխատավարձ ունի, իրենք նույնիսկ եթե այն պարագայում եթե 30 կամ 50 եվրոյով կարելի է գնալ ինչ որ եվրոպական երկիր կամ վերադառնալ, բայց տեղում ծախսերը ավելի թանկ են։ Պարզ է որ հյուրանոց է, թանգարանների տոմսեր են եւ այլն։ Եվ ինչն է կարևոր Վրաստանի պարագայում նաեւ ռիսկեր կան, որ քաղաքացիներ կլինեն, ովքեր խախտեն այդ օրենսդրությունը եւ այդ 90 օրվա ժամկետը կարող են իրենք ավել մնան։ Իմիջիայլոց ասեմ, դե նախկինում տեսեք 14 թվին Մոլդովայի համար հանվեցին, Մոլդովայի սպეციფიკան այլ է, շատ մոլդովացիներ այդ ժամանակահատվածում Ռումինիայի են տեղափոխվել, ռումինական քաղաքացիություն են ստացել եւ մոտավորապես 400,000 մինչեւ այդ ժամանակ անձնագրեր են ստացել։ Իրենք չեն խախտել, քանի որ ունեին հնարավորություն ռումինական անձնագրեր ստանալու եւ բայց մենք պետք է հասկանանք, որ եթե տեսեք Մոլդովայի դեպքում 400,000 մարդ է, Վրաստանի պարագայում մի քանի հազարն էլ ովքեր խախտեն այդ օրենքը եւ այնտեղ մնան ապօրինի, փորձեն աշխատանք գտնեն եւ աշխատեն, ինչը արգելվում է այսօրվա դրությամբ, իրենց պետության համար, բյուջեի համար եւս խնդիր է լինելու։ Առևտրի մասով եւս մեկ հարցը, ձեզ Վրաստանի համար երբևէ առաջնային կդառնա Հայաստանի շուկան, որովհետեւ կարծես թե իրենց արտահանման մեջ Հայաստանը մոտ 3% բաժին է կազմում։ Հիմնական շուկան իրենց համար Ռուսաստանն է, ռուսական շուկան է, 13 թվից իրենք վերականգնեցին, բայց կան ապրանքներ, որոշ ապրանքներ, որոնք նաեւ Հայաստան են բերվում եւ ես կասեմ, որ այդտեղ նաեւ դիսբալանս կա, մեր մոտից ավելի շատ գյուղմթերք կամ արտադրություն է գնում Վրաստան, նույն սա մթերքը, կատնային ինչ որ որոշ արտադրություններ, Grand Candy արտադրությունը իմիջիայլոց շատ հայտնի է վրացի կան, որ հենց վրացիներն են օգտագործում եւ երևի թե կա այդ հնարավորություն ավելի լայնելու եւ նույնիսկ շուկաներ խանութներ բացելու ցանց, բայց ասեմ, որ եթե մենք փորձում ենք նայենք թե ինչքանով ենք մենք կարևոր վրացիների համար, երևի թե այդտեղ տնտեսապես մեր ներդրումներն են իրենց մոտ, մեր զբոսաշրջիկների թիվն է, մեր առևտուրն է, որ իրենց տարածքով է գնում, էներգետիկ պրոյեկտներն են, որ մեզ են պետք եւ իրենք դեմ չեն եւ եւս իրենց տարածքով է։ Հիմա ընդհանուր նաեւ պրոյեկտներ կան, էներգոկամուրջի պրոյեկտն է, որը թույլ կտա մեր երկու Հայաստանին եւ Վրաստանին ավելցուկ այդ էլեկտրաէներգիան վաճառենք, տրամադրենք Իրանին։ Եվ այլն, իմ կարծիքով ինչքան շատ
blind տենց մասշտաբով պրոյեկտներ են իրականացվում, այնքան ավելի են կապվում, ավելի են իրար կարևոր դառնում իրար համար եւ այդ հարցում շատ կարևոր է նաեւ եւս վարչապետի հայտարարությունը, որ ոչ միայն հայ-վրացական հարաբերություններով պիտի բավարարվեն, այլ ռեգիոնալ որոշ պրոյեկտներով։ Պարոն Մելիքյան, եւ վերջին թեմային կապված այդ երկաթգծի բացման հետ, երկաթուղու հետ, երբ նախքան դեռ մեկնել է Թբիլիսի, հայտարարվեց, որ այդ թեման նաեւ նույնպես կարծրացվի, բայց մինչ այս պահը կարծես թե որոշակիություն չկա։ Դրապես կարելի է ակնկալել, որ երբևիցե կլինի նման բան, որ մենք իսկապես կունենանք Լարսին այլընտրանք։ Այսօրադրությամբ ակտուալ է հարցը Եվ դա մեծապես կախված է Հայաստան-Վրաստան, թե միանշանակ բացառապես այդ հարաբերությունները ռուս-վրացական հարաբերությունների որոշ հարցերից մեկն է, որը քննարկում են այսօրադրությամբ եւ դրված են բանակցային սեղանի վրա, ցանկությունն է Վրաստանի եւ պատրաստակամությունն է Ռուսաստանի, ես այսպես կկիսեմ։ Ցանկություն կա Վրաստանի համար, քանի որ լինելով տրանզիտ երկիր, ավելի շատ տրանզիտ ապահովելով քո տարածքով դու ավելի ես կարևոր լինում ոնց որ տարածաշրջանային այս գործընթացներում։ Բայց միայն այդ գործոնի համար ձեզ կգնան վրացիները։ Նու փորձում են, տեսեք, եթե հիշենք ռուս-վրացական բանակցությունները մեր գազի տրանզիտի պարագայում Գազպրոմի հետ։ Չնայած որ իրենք հաշվում են, որ Ռուսաստանը օկուպանտ է, իրենց տարածքներն է օկուպացրել, չունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց ի վերջո իրենք գնում էին այդ բանակցություններին, իրենց համար կարևոր էր Հայաստանի համար լինելու այդ տրանզիտ երկիր եւ այլն եւ այլն։ Դրա համար այս պարագայում եւս ունենալով առևտրաշրջանառություն, որը քիչ չի, անցած տարվա տվյալներով մոտ 800 միլիոնի է հասել, ինքը լավ թիվ է։ Եթե մենք նկատի ունենանք, որ իրենք հիմնականում ներմուծում են թուրքական ապրանք։ Թուրքիան համար մեկ առևտրային գործընկերն է տարիների ընթացքում եւ ժամանակ առ ժամանակ, ասենք անցած տարի Կանադան էր առաջին տեղում, բայց մեկ անգամյա իրենք մեդիկամենտներ էին գնել մոտ 100-ավոր միլիոնների, մինչև միլիարդ հասնող, որը ոնց որ առաջին տեղը դուրս բերեց Կանադային, բայց հիմնականում Թուրքիան է եւ շատ կարեւոր իրենց համար այդ դիսբալանսը ոնց որ ինչ-որ բան անելու, ավելի շատ արտահանելու եւ այդտեղ Եվս կարելի ասել, որ եվրասիական շուկան իրենց համար կարևոր է։ Իրենք փորձում են դիվերսիֆիկացնել ակնկալիքներ կան։ Եվ ինչու պետք է Հայաստանը քննարկի, դուք որ նշում որ Հայաստանը տեսեք, այս պարագայում կան քաղաքական խնդիրներ, ռուս-վրացական, կան կարմիր գծեր։ Եվ եթե հարցը բարձրացվում է ավելի լայն ֆորմատով, ավելի շատ երկրների ներկայությամբ, ասենք տեսեք, էներգո կամուրջի հարցը լուծվեց, տեսեք 4 երկիր էր ներկայացված, Ռուսաստան, Վրաստան չէին, դրա համար այդ հարցը ոնց որ անցան իրենք։ Եթե հիմա այս պարագայում կա Հայաստանը, որը ամեն մի կողմի հետ, տեսեք, վարչապետը Մոսկվա գնաց, վարչապետը գնաց Թիֆլիս, այդ հարցը բարձրացրեց, հիմա իրենք գիտեն մեր մոտեցումները, իրենք ունեն իրենց մոտեցումները, հայտարարում են, որ դեմ չեն, բայց այս գործընթացն է սկսում, այսօրադրությամբ կա հայտարարություն վարչապետի կողմից արված, այսօր ասվել էր, որ հարցը ինչ որ չափով լուծում ստանալու է, բայց կոնկրետ ոչ մի բան չի ասվել։ Որ ուղղությունն է լինելու այդ այլընտրանքային, աբխազականը, հարավուսականը կամ այլ ինչ որ մի ուղղություն։ Իմիջիալոց հիշեցնեմ, որ ծովով ժամանակին ավելի շատ էր առևտուրը մեր եւ լաստանավով, բավականին մեծ քանակությամբ բեռեր տեղափոխվում էին Պորտ Կավկաս։ Բայց ժամանակի ընթացքում ոնց որ մենք մերոն պահ եղավ անգամ որ Լարսը բացեց թե փակերը օգտագործվեց այդ տարբերակը ավելի։ Հա, բայց տեսեք, մենք ժամանակին ավելի շատ ենք օգտագործում, հետո ոնց որ մենք անցանք Լարսին, ոնց որ Լարսի բանով, հիմա որ տեսնում ենք Լարսը խնդիր ունի, միջև մենք այլ ընտրանք, այլ ձևով ուրիշ ճանապարհ չունենանք, կարելի է վերադառնալ այն խնդրին։ Ինչու ոչ, ես մի քանի անգամ ասել եմ, որ եթե կարողանանք լաստանավ ինքներս ունենայինք, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունը լիներ, ավելի լավ կլիներ, կապահովեր այդ լաստանավը մեր բիզնեսի համար, կաշխատեր Վրաստանի, ինչու ոչ, եթե հիմա այսօրադրությամբ ուրիշ ընկերության են վարձում, որ ինքը տեղափոխի, թող շաբաթական մի անգամ գնա եւ բերի ապրանքները բավականին լուրջ ինքը տնտեսական էֆեկտ կտա եւ չեմ կարծում որ չաշխատի, քանի որ բեռերը քանի գնում են ավելի են շատանում եւ այսօրադրությամբ պետք է հասկանանք, որ նաեւ կա պարսկական շուկան, ինչու ոչ, եթե մենք ունենանք այլ հնարավորությունը
դեպի Ռուսաստան, դեպի եվրասիական շուկա տանելու ավելի շատ բեռեր, մենք կարող ենք նաև հանդես գալ այդ ընդհանուր փաթեթով պարսկական կողմին իրենց ինչ որ արտադրությունը դեպի այդ շուկա տանելու։ Ինչու ոչ, այլընտրանք թող լինի Պարսկաստանի համար։ Եթե նորմալ գումարային ֆինանսական հարցը լուծվի, վատ չէր լինի։ Եվ եւս մեկ թեմա, որի մասին կուզեի թեկուզ կարճ խոսել, հայապահպանության մասին, գաղտնիք չէ, որ Վրաստանում մեծ թվով հայեր կան, ոչ միայն նախաքաղաքում, այլ նաև մայրաքաղաքում, այսօր նաև վարչապետը այցելել է, Պետրոս Ադամյանի թատրոն, ինչ եք կարծում, իսկապես խնդիր կան, շատ էր խոսում, որ հենց այդ թատրոնում անմխիթար վիճակը եւ ընդհանրապես հայապահպանության գործում այդ կան խնդիրներ մշակութային ոլորտին վերաբերող, կա լավ համագործակցություն, հայտարարվում է միջպետական մակարդակով, բայց գրքերի հետ կապված խնդիրներ ունենք, որ մի քիչ իջնում ենք բանով ներքև, այլ օղակներին իջնում հասնում, մի քիչ ավելի խնդիրները ավելի են դուրս գալի եւ երևում ասեմ, որ մի վերջին տարիներին ես չեմ հիշում, որ ներկայացում լինի այդ թատրոնում։ Աշխատողները տարբեր երկրների, տարբեր թատրոններում հանդես են գալի, բայց ունեն անձնակազմ դերասաններ ունեն, ովքեր տարբեր տեղեր են գնում, Հայաստան են գալի, բայց իրենց մոտ չեմ հիշում, որ վերջի տարիներին ինչ որ բան լինի։ Կա խնդիր, որ ներդրումներ պիտի արվեն երկու պետությունների կողմից։ Շատ կարևոր էր իմ կարծիքով, որ երկրորդ օրը պաշտոնական այցելության հիմնականում համայնքի հետ շփումներին թողեցին մերոնք եւ հանդիպում եղավ Հայարտուն մշակութային կենտրոնում, որը մեր առաքելական եկեղեցու վիրայոցթեմին կից է գտնվում, համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում եղավ, թատրոն այցելեցին։ Իմ կարծիքով ցույց է տրվում, որ մեր կառավարությունը համայնքի մասին չի մոռանում եւ իրեն համայնքի խնդիրները ոնց որ օրակարգում են եւ կան իմիջիայլոց, եթե համայնքին վերադառնանք, մենք խոսում էինք անձնագրերի մասին, շատ Վրաստանի քաղաքացիներ, ովքեր ժամանակին ստացել են հայկական անձնագիր եւ չեն կարողացել գաղտնիք որպես պահեին այդ փաստը, խախտել են օրենքը Վրաստանի եւ զրկվել են այս տարիների ընթացքում դեպի քաղաքացիությունից։ Այդ խնդիրը կա եւ իմ կարծիքով մեր կողմը պիտի այդ հարցը բարձրացնի, որ ինչ որ մի լուծում տան։ Այն այնձիկ ովքեր այնտեղ մեծացել են, ապրում են, սեփականություն ունեն, երևի թե պիտի ունենան հնարավորություն, որ ստանան, վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ կարողանան քաղաքական գործընթացների վրա ազդեն, իրենց քվեն օգտագործեն։ Այսօրությամբ իրենք ստացվում է, որ մենք ունենք այնտեղ համայնք, որի մի մասը որպես մշտապես ապրում են այնտեղ, բայց քաղաքացի չեն, ինչը այդքան էլ ճիշտ չի եւ մեր ազգային շահերին դեմ է։ Շնորհակալություն պարոն Մելիքյան, հիշեցնեմ մենք զրուցում էինք վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։